ինչպես է գնահատում Ադրբեջան սկզբունքները, որ հրապարակվեցին կանխազերծեցին, եւ արդյոք դրանք հայանապատ կարելի է գնահատել։ Նախ ամենակարևորը, որ մենք պետք է նկատի առնենք, որ այդ սկզբունքները հրապարակվեցին 3 նախագահների հայտարարության լույսի տակ, որովհետև այդ հայտարարությունն է ամենակարևորը իմ կարծիքով։ Այս սկզբունքները, որոնք այսօր ներկայացվել են, որոշ իմաստով դա այսպես ընդհանուր սկզբունքներ են։ Եվ իմ կարծիքով այստեղ նաև շատ կարևոր մի հանգաման կա, որի վրա կարծես թե ոչ մեկ ուշադրություն չի դարձնում նախագահների հայտարարության մեջ պահանջ է դրված մշակել updated, վերանորոգված սկզբունքներ, թե որ ուղղությամբ կգնա այդ վերանորոգումը, այս է շատ կարևոր, որովհետև երբ որ Մադրիդյան սկզբունքները կային որպես ընդհանուր սկզբունքներ առանց այդ հայտարարության, որը արդեն պահանջ է դնում իրագործմանը անցնել, այստեղ շատ կարևոր է դառնում, թե ինչ ուղղությամբ իսկապես պետք է շարժվի գործընթացը։ Հայանպաստ, թե ադրբեջանապաստ, այս հետագա աշխատանքը ցույց կտա, որովհետև ներկայացված են այն սկզբունքները, որոնք տարիներ քննարկվել են։ Ու եթե հաշվի առնենք, որ օրինակ, ինձ համար շատ կարևոր մի հանգամանք է, որ Լաչինի եւ Կելբաջարի հարցը դուրս է հանվել մնացած տարածքներից, դա դրական ուղղվածություն է։ Ինձ համար շատ բացասական մի դրույթ է դա փախստականների վերադարձի հարցը, որովհետև եթե փախստականները վերադառնալու են պլեբիսցիտից, որ ինձ համար անհասկանալի իրողություն է, ինչ է նշանակում պլեբիսցիտ, կամ հանրաքվեից հետո, դա ուրիշ խնդիր է։ Եթե վերադառնալու են միջև հանրաքվե, դա բոլորովին այլ խնդիր է, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանցիներ կներկայացնեն 300,000-անոց ցուցակ վերադարձի։ Մադրիդյան սկզբունքների հերթականության մեջ մինչև փախստականների վերադարձը։ Գիտեք ինչ, եթե նկատել եք, այնտեղ դրված են, որ այդ հերթականությունը թե միաժամանակ պիտի արվի։ Գիտեք, այնտեղ բրայզանել է նկատել, որ այդ սկզբունքների մի մասը միաժամանակ իրագործվող սկզբունքներ են։ Փախստականները մտնում են այդ միաժամանակ իրականացվող սկզբունքների մասին, թե ոչ։ Այստեղ իսկապես շատ կարևոր մանրուքներ կան, որոնք պետք է պարզվեն հենց բանակցությունների ընթացքում։ Եվ այստեղ արդեն վարպետության հարց կա մեր դիվանագիտության։ Եվ ես հուսով եմ, որ մեր դիվանագետները պատրաստ են, որովհետև դիվանագիտությունը դա ոչ միայն բանավոր խոսակցություն է, դա նաև տեքստ կարդալու հմտություն։ Ես վերջերս նկատում եմ, որ մեր դիվանագետները ուշադիր չեն կարդում այն տեքստերը, որին համաձայնություն են տալիս։ Ես խորհուրդ կտայի ավելի ուշադիր կարդալ։ Խոսքը նաև երևի հայ-թուրքական հայտարարության մասին։ Ընդհանուր առմամբ ես իսկապես դա շատ կարևոր բան է, երբ գրավոր ինչ-որ փաստաթուղթ է առաջարկվում, որին դու տալիս ես համաձայնություն, այդ փաստաթղթի ամեն մի ստորակետը շատ կարևոր է։ Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել ամեն մի բառը, որը այնտեղ օգտագործվում է։ Սա իմ խորհուրդն է, այսպես ասենք։ Կինոքյան, Ղարաբաղի բացակայությանը բանակցության գործընթացում ինչպես է վերաբերվում եւ արդյոք արդեն նույնիսկ ուշ չի վերականգնել Ղարաբաղը։ Գիտեք ինչ, այստեղ ես բանակցությունների սեղանի շուրջ բացակայությունը միգուցե ինձ համար անձամբ մտահոգիչ է իհարկե, բայց էլ ավելի մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի, այսպես ասեմ, դրական դիրքորոշման բացակայությունը։ Այսինքն Ղարաբաղը, այսպես ասենք, պոզիտիվ առաջարկություններով պետք է ներկայանա միջազգային հանրությանը։ Նա չի կարող ասի միայն այո կամ ոչ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն։ Եվ այո կամ ոչով չի կարող սահմանափակել։ Նա ինքը եւս պետք է ներկայացնի իր առաջարկությունը։ Բայց եթե ինքը չկա բանակցային գործընթացում, ինչ վիճակով դիրանի։ Իր առաջարկությունները ներկայացնի, իր մոտեցումները ներկայացնի։ Ճանաչված պետությունը ում ներկայացնի իր առաջարկությունը։ Միջազգային հանրությանը։ Ես շատ լավ հիշում եմ, որ մենք մի քանի ամիսը մեկ ՄԱԿ-ի Գենասամբլեայում ներկայացնում ենք Ղարաբաղի այս կամ այն դիրքորոշումը, մենք անցկացնում ենք կոնֆերանսներ, մենք հրավիրում ենք մասնագետների, որոնք ներկայանում են, հետո հայտնում են իրենց տեսակետները եւ միշտ ներկայացնում ենք մեր տեսակետը այս կամ այն միջազգային իրադարձության վերաբերյալ։ Իսկ հիմա ինչքան ժամանակ չի արվում այդ։ Գիտեք, ես դժվարանում եմ, բայց վերջին մի քանի տարին չի արվում։ 2-3 տարի ես զգում եմ բացակայություն, ինչ որ մի դրական դիրքորոշման։ Ես խորհուրդ կտամ ավելի հարձակողական դառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, որպես նախկին արտգործնախարար։ Ավելի հարձակողական, ոչ թե հարձակողական ագրեսիվ տեսակետից, այլ նախաձեռնող տեսակետից։ Նախաձեռնել, մտածել, թե ինչ կարելի առաջարկել այս կամ այն դրույթի փոխարեն։ Չի կարելի սահմանափակվել միայն նրանով, որ ներկայացնել միայն Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը։ Ես վստահ եմ, որ շատ հստակ ներկայացում է, բայց ես կուզենայի, որ նաև միջազգային հանրությունը ծանոթ լինի այդ դիրքորոշումների հետ։ Իսկ չեք կարծում, որ Ղարաբաղի դերը ընդհանրապես սուբյեկտիվորեն նվազեցվել է եւ հենց այդ պատճառով Ղարաբաղը այսօր չի կարողանում իրենց հայտնել։ Չի կարող նվազեցի, որովհետև հիմնական սուբյեկտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Չի կարող, հասկանում եք, եւ միջնորդներն էլ գիտեն, եւ ես ընդհանուր առմամբ կարծում եմ, երբ որ միջնորդները ասում են, որ անպայման վերջում Ղարաբաղին կներկայացվի փաստաթուղթը եւ նրանք իրենց կարծիքը կհայտնեն, ես մի քիչ հակված եմ չհավատալու միջնորդներին, որտեղ իմ կարծիքով դա կնշանակի, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու, որ նա ճնշում գործադրի Ղարաբաղի վրա, որ նա ընդունի այդ սկզբունքները։ Այս առումով իհարկե սա շատ բացասական երևույթ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացակայությունը անմիջական բանակցություններում։ Մենք պետք է փորձենք այնպես անել, որ մտնենք այն դրական միտումների, ընդհանուր շարժման մեջ, որը տանում է դեպի ավելի շատ մարդու իրավունքների, ժողովուրդների իրավունքների ճանաչմանը։ Ես չէի ուզենա, որ մենք շտապենք, որովհետև շտապելով մենք կարող ենք կորցնել այն պահը, երբ ավելի միջազգային հանրությունը հակված կլինի կոնֆլիկտները լուծել, հաշվի առնելով փոքր ժողովուրդների նաև շահերը, ոչ միայն նավթի գործոնը, չգիտեմ, Նաբուկո պրոյեկտի իրագործման խնդիրը եւ այլն։ Այսինքն մեզ համար շատ կարեւոր է ժամանակը օգտագործել, մեզ համար նպաստավոր քաղաքական պայմանը գտնելու, բռնելու, պահը բռնելու համար, պահը գտնելու։ Ես կարծում եմ դեռ ոչ։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք Քելբաջար Լաչինի միջանցքի հարցը կարծես առանձնացված է դրված, բայց սկզբունքներում կարծես թե չի երևում այդպես բան եւ օրինակ ընդդիմությունը մեծ մտավախություն ունի, որ այդ միջանցք ասածը շատ հարաբերական հասկացողություն է եւ կարող է շատ փոքրիկ ուղղակի ցամաքային կապ լինի ընդհանրապես։ Ճիշտ է, ես էլ այդ մտավախությունը ունեմ եւ կարծում եմ մենք դրան չենք կարող համաձայնվել, որտեղ Լաչինն ու Քելբաջարը դա ստրատեգիական ռազմավարական շրջաններ են եւ Հայաստանի համար եւ Ղարաբաղի համար, որովհետեւ եթե մենք երբևիցե թույլ տանք, որ այդ ցամաքային կապը խզվի Հայաստանի եւ Ղարաբաղի, դա կնշանակի, որ մենք կորցրել ենք Ղարաբաղը։ Ավելին այդ Քելբաջարի շրջանը ավելի բարձր է գտնվում մյուս Ղարաբաղի մյուս շրջանների նկատմամբ եւ դա ցանկացած պատերազմական իրավիճակում մեծ խուճապ կարող է առաջացնել Ղարաբաղում։
Այսինքն այստեղ խնդիրներ կան, որ էլի պետք է լուծեն բանակցությունների շրջանում։ Մենք տալու բան ունենք եւ վերցնելու բան ունենք։ Դա բանակցություններ է, դա կոմպրոմիս է եւ այլն։ Մենք երբեք պետք է թույլ չտանք, որ նորից ինչ-որ թղթե շերեփով հայտնվենք բանակցությունների շրջանում։ Միջև բոլոր խնդիրները չլուծվեն, մենք չենք կարող համաձայնվել Ղարաբաղի խնդրի կարգավորման որևէ փաստաթղթի հետ։ Վտանգ պատերազմի տեսնում եք հաշվառներով ռազմատենչ հայտարարություններ, շրջապային իրավիճակ, ինչ-որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժի մասին են խոսում, հերքում մի կողմից, մյուս կողմից բարձրացում ասում։ Կարծում եմ այսօր չկա պատերազմի վերսկսման վտանգ, որովհետև Ադրբեջանը, ինչպես հայտնի է, միայն 2010 թվականից սկսում է օգուտներ ստանալ իր նավթային ծրագրերից։ Եթե այսօր սկսվի պատերազմական գործողություններ, նա պարզապես կդառնա ամենամեծ պարտք ունեցող երկիրը միանգամից, որտեղ այդ բոլոր խնդիրները նա չի կարող լուծի պատերազմական իրավիճակում, ավելին այսօր քննարկվում են նոր ծրագրեր, Նաբուկո եւ այլն, եւ եթե Ադրբեջանի շուրջ, ասում Ադրբեջանում շուրջ սկսվեն ռազմական գործողություններ, այդ բոլոր ծրագրերը կսառեցվեն եւ գիտեք ինչ նման պատերազմեր կարող են սկսել նման անորոշ իրավիճակներում, ինչպիսին կար 90-ականների սկզբին։ Այսօր բավական կարգավորված են միջազգային փոխհարաբերությունները եւ Ադրբեջանը առանց որևէ թույլտվության, չգիտեմ հյուսիսից, արևմուտքից, արևելքից ստանալուց չի կարող սկսել պատերազմ։ Ես չեմ կարծում, որ այսօր Ղարաբաղը կամ Հայաստանը ունեն որևէ ռազմավարական նպատակներ, որոնք դեռ պետք է լուծվեն պատերազմով։ Մենք հուսով եմ վերջացրել ենք մեր այսպես հարցերը լուծել ենք եւ հիմա միայն պետք է կարողանանք այդ արյունով զավթած հողերը ճիշտ իրագործել մեր ռազմավարական շահերը իրականացնելու համար։ Այսինքն, Ադրբեջանը ամեն ինչ անում է բանակցային գործընթացում բարձրացնում է փախստականների վերադարձի հարց, իսկ ազատագրված տարածքները մենք արդեն քանի տարի, արդեն 20 տարի չենք կարողանում վերաբնակեցնել, հա։ Ավելին Լեռնային Ղարաբաղից մեծ արտահոսք կա դեպի Հայաստան։ Ես չգիտեմ իսկապես կա արտահոսք Ղարաբաղից, որովհետև ես գիտեմ, որ հակառակը կար վերադարձ դեպի Ղարաբաղ։ Հիմա եթե սկսել է արտահոսք, դա իսկապես շատ մտահոգիչ է։ Ինչու է այդպես, դա եւս շատ։ Եվ գիտեք ինչ, մենք պետք է շատ զգուշ լինենք այդ Ղարաբաղի հարցի լուծման հետ, որովհետև երբ որ այսպես շատ ծայրահեղ դրվում է հարցը, որ վաղը պատերազմ է լինելու կամ խնդիրը լուծվելու է, Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին, դա իսկապես այդտեղ մարդիկ են ապրում, պարզ մարդիկ, որոնք երեխաներ ունեն։ Եվ իհարկե դա խոճապային իրավիճակ կարող է առաջացնել։ Եվ այս առումով մենք պետք է շատ ընդհանուր առմամբ զգուշ լինենք այն ամենի հետ, ինչ կապված է Ղարաբաղի։ Ինձ կարող են մեղադրել, որ ես չգիտեմ, ուզում եմ խնդիրները այսպես անեմ, սքողեմ կամ չէ, իսկապես մտածենք մի պահ Ղարաբաղում ապրող հասարակ մարդկանց տեսակետից, երբ որ Հայաստանից սկսում են այսպիսի, ինչ ասեմ, պանիկայի հասնող այսպես հայտարարություններ արվել, այնտեղ շատ ավելի վատ է դա արձագանքվում, մարդիկ իսկապես ապրում են ռազմաճակատում։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ հանգիստ լինեն եւ չլքեն Ղարաբաղը։ Եվ իհարկե մի շատ մեծ հարց կա, որ մենք Լաչինը, Քելբաջարը լիարժեքորեն չեն կարողանում վերաբնակեցնել։ Դա շատ իսկապես ծանր խնդիր է, մեծ նյութական ռեսուրսներ են պահանջվում, բայց մենք պետք է կարողանանք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները, տարեց տարի ավելացնել այդտեղ բնակչությունը, որտեղ նույն Իսրայելը այսօր, երբ որ ստիպված պիտի վերադարձնի ինչ-որ տարածքներ, նա հարց է դնում, որ այնտեղ բնակեցված ժողովուրդ կա, եւ մենք պետք է ընդհանրապես այդ միջազգային փորձը շատ լավ ուսումնասիրենք եւ օգտագործենք։
Եթե նորից եմ ուզում կրկնեմ, եթե երեք նախագահների հայտարարությունը դա վերջնաժամկետ է կամ վերջնագիր է, ապա իսկապես կարելի է մտահոգվել, բայց ուզում եմ հավատալ, որ մենք հայերս այնքան ծանր պատմություն ունենք եւ անցել ենք այնպիսի փորձություններով, որ կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր եւ վերջի վերջո ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ ցանկացած ժողովուրդ ինքն է տերը իր ճակատագրի։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։